Եվ այսպես ուշադրություն երեխայի անհետացումից ի վեր միակ լավ նորությունը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, շատերի համար սա միգուցե այդքան էլ չի երևացել, բայց սա շատ կարևոր է, որովհետև երկար տարիներ հայ ժողովուրդը այսքան չէր միասնական դարձել, ինչքան այս օրերին, որ բոլորը սրտացավ, բոլորը ուզում են ինչ-որ մի բանով օգնել, մարդիկ կային գնացին գյուղ, եւ սա է լավը, որ հայ ժողովուրդը վերջապես համախմբվել է։ Ոստիկանության այդ խնդիրներ, ներքին խնդիրներ ունեցող մարդիկ այսօր համախմբվում են, որ գտնեն երեխային։ Մարդկա անգամ լողալ չգիտի, բայց գնում է գետ, որ փնտրի երեխային։ Այսինքն սեփական անձը զոհելով փորձում է աջակցել այդ ընտանիքին գտնելով երեխային, բայց դե գետում չի գտնվել երեխան եւ շարունակվում է աշխատանքները։ Այս սա էր միակ լավ կողմը, որ մենք այս օրերի ընթացքում տեսանք, ոչ մի արդյունք իհարկե երեխային գտնելու ուղղությամբ չի եղել, որևէ հետք չի եղել նույնիսկ, որ այդ հետքի ուղղությամբ կարելի էր գնալ, ոչ մի բան չի եղել երեխային գտնելու համար նպաստալից, բայց եղել է մի բան, որ հայ ժողովուրդը համախմբվել է եւ փոքրիկ 2-ամյա Տիգրանը կարողացել է Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող միլիոնավոր հայերի համախմբել, ինչը որ ստացվել է, իհարկե միգուցե սա չի երևում, որովհետեւ բոլորս մեծ ցավ ենք ապրում, կարդում ենք լուրերը, բայց մենք պետք է սա էլ արձանագրենք, որ հայ ժողովուրդը միասնական է դառնում, երբ որ կարիքը լինում է, բայց մենք կուզենայինք, որ անկախ կարիքից, հանգամանքից այս միասնականությունը երբեք չթուլանա։ Եթե չթուլացավ այս միասնականությունը, որևէ քաղաքական ուժ չի կարող հայ ժողովրդին կոտրել։ Հայ ժողովուրդը միշտ կլինի Հայաստանի տերը, հայ ժողովուրդը միշտ կլինի իշխանության տերը եւ իշխանությունը միշտ կլինի հայ ժողովրդի ծառան, այլ ոչ թե հակառակը։ Դա միայն այն դեպքում, երբ որ հայ ժողովուրդը լինի միասնական։ Իհարկե մենք չենք ուզում այս դեպքը քաղաքականացնել ամենևին, բայց 2-ամյա երեխան իհարկե չգտնվեց, չկա նրա մասին որևէ լուր, ցավալի վիճակ է, բայց կարողացել է համախմբվել մի ամբողջ ազգաբնակչության նման որևէ դեպք դեռևս տեղի չէր ունեցել։ Եվ հայ ժողովուրդը ինքը իրանից արդեն հիասթափված էր։ Մենք դարձել էինք չար ժողովուրդ, մենք դարձել էինք մեկը մյուսին նախանձող, մեկը մյուսից վատ բաներ խոսող ժողովուրդ։ Բայց ապացուցվեց հակառակը, որ այս ժողովրդի մեջ կան հազարավոր, միլիոնավոր նույնիսկ մարդիկ, ովքեր որ ունակ են կարեկցելու, աջակցելու եւ մարդկանց նեղությանը հասնելու։ Մենք տեսնում ենք տարբեր գյուղերից ու քաղաքներից մարդիկ գնում են այդ գյուղ եւ փնտրում երեխային։ Մարդը, որ օրվա հացի գումար է վաստակում աշխատանքի գնալով, աշխատանքի չի գնում եւ գնում է այդ գյուղ փնտրելու երեխային։ Որևէ այլ բնականաբար շահագրգիռ նպատակներ չի կարող սա ունենալ, ուղղակի սրտացավություն է սա, որը մեր հայ ժողովրդի մեջ վերացել էր եւ հիմա վերականգնվել է ու մենք գոնե այս սրա համար պետքա լինենք ուրախ։ Իհարկե դա չի նպաստել, որ երեխան կգտնվի ավելի հեշտ, ավելի արագ, բայց հույս ունենանք, որ երեխան կգտնվի եւ մենք քանի որ գետում չենք գտել երեխային, ամեն օր հույս ունենք, որ նա ողջ է, նրան առևանգել են կամ տարել պահել են, վախենում են վերադարձնել։ Այդ տանել, պահել, վախենալ, վերադարձնել ավելի հավանական է։ Քանի որ մեծ աղմուկ է բարձրացել, տարել են, հիմա էլ չգիտեն ոնց վերադարձնեն, որ պատասխանատվությունից խուսափեն։ Մենք սրան էլ ենք հավատում, քանի որ գետում չկա երեխան, կարող ես նման հավանական բաներին հավատալ, բայց ոչ իհարկե աննորմալ թվացող ինչ-որ հայտարարություններ, որոնք համացածում հաճախ մենք տեսնում ենք։ Ովքեր են հարցաքննվել երեխայի առևանգման կասկածի գործով։ Երեխայի անհետացումից անմիջապես հետո հարցվել է քրեական գործ սպանության վարկածով կամ գետն է ընկել կամ գողացել են, այսինքն անհետացել է երեխան, մինչև երեխան ողջ առողջ չգտնվի, այդ հոդվածը չի կարող հանվել եւ քննությունը ընթանալու է։ Նույնիսկ եթե երեխային գտնեն գետից, քննությունը շարունակվելու է ըստ օրենքի եւ պետք է բացահայտվի այն հանգամանքը, թե երեխան ինչ գործ ուներ միայնակ գետի մոտ։
դե սրան կարող ես տալ պարզ պատասխան, որ այդ գյուղի տները բավականին մոտ են գետին եւ մի քիչ անուշադրություն եւ երեխատ կարող է հայտնվել գետում։ Ամբողջ գյուղը հարցաքննվել է, գյուղ մտած տարբեր մարդիկ, ովքեր որ այդ գյուղից չեն եղել, նրանք եւս հարցաքննվել են, կանգնեցվել է տասնյակ մեքենաներ, խուզարկվել է մեքենաներ, խուզարկվել են տասնյակ տներ, 70-ից ավելի անձ հարցաքննվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում եւ արդյունքներ չկան, այսինքն պետությունը ուժ է ցույց տալիս, որ մենք ընկածենք ամեն մի վարկածի հետևից, նաեւ առևանգման վարկածը մենք չենք անտեսում, տեսեք ինչ ուժեղ բոլորին հարցաքննում ենք եւ այս իրավիճակում նույնիսկ եթե երեխային առևանգած լինեն, դժվար թե մեկը երեխային հետ բերի տա։ Չենք ասում, որ իրանք վատ են անում, որ ուժ են ցույց տալիս, որ բոլորին տանում հարցաքննում են, բայց այդ վախի սարսափի մթնոլորտը կա նաև այն պատճառով, որ այս դեպքը համահայկական դեպք է, բոլորը հայ ազգից հետևելու են այն դատապրոցեսին, որ եթե ինչ-որ մեկը երեխային գողացել է, նրան պետքա միջև վերջ օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատժի, ամբողջ հայ ազգը հետևելու է եւ ամբողջ հայ ազգի համար այդ մարդը դառնալու է թշնամի։ Չնայած նրան, որ մենք նման դեպքերում մարդել չենք կարող կոչել այդ երևույթներին, ովքեր որ ունակ են երեխա գողանալ, սա ինչ-որ մի ֆիլմի սցենար է, բայց չի գտնվում այդ երեխան։ Գետում չկա երեխա, եթե լիներ կգտնեին։ Գյուղի բոլորի տները նայել են, ամեն հնարավոր վայր նայել են, դե ոստիկանները ավելի լավ են հասկանում, թե որտեղից սկսեն, որտեղից վերջացնեն, իրենք դրա հմտությունները ունեն եւ դրա համար են ոստիկան եւ ոչ մի արդյունք չկա։ Էքստրասենսներն ասում են երեխան ողջ է, բայց չեն ասում որտեղ է, այսքան ասում են որտեղ է, բայց ասելը քիչ եկեք գնացեք, ցույց տվեք տեղը։ Մարդիկ գնում են ձեր ասած հասցեով որևէ ինչ-որ մի բան երեխայի հետ կապված չեն գտնում, ոչ հագուստ, ոչ էլ առավել եւս երեխային։ Ինչը որ նշանակում է, որ այս դեպքը դեռևս շարունակվելու է ժողովրդի ուշադրության կենտրոնում մնալ, օր-օրի ավելի ենք մենք ցավ ապրում, քանի որ փրկարար ծառայությունը 2 շաբաթ է ակտիվ աշխատանքներ է տանում եւ արդյունքներ չկան, չեք կարողանում հստակ հասկանալ լավ այս երեխային գետը ընկավ թե տարան, որովհետև գետը ընկնելու վերաբերյալ որևէ այլևս վարկած չկա, մի բան չեն գտե գետից։